Երևանում գործում է կրթության մի մոդել, որը խախտում է դասական ուսուցման բոլոր կանոնները։ Սա Թումո կենտրոն է, ստեղծարար տեխնոլոգիաների հարթակ, որն արդեն երկար տարիներ ձևավորում է ինքնուրույն մտածող, նախագծող եւ ստեղծարար սերունդ։ Թումոն ստեղծվել է 2011 թվականին Սեմ եւ Սիմա Սիմոնյանների կողմից։ Նպատակը եղել է օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժը եւ զարգանալ տեխնոլոգիայի, արվեստի ու նորարարության միջավայրում։ Մենք զրուցեցինք հարթակներում գտնվող մարզիչների հետ, ովքեր ամեն օր ուսանողների կողքին են եւ ամենից լավ գիտեն ինչ է նշանակում ոգեշնչել, ուղղորդել եւ միասին ստեղծել։ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն է, որտեղ կարող են գրանցվել 12-ից 18 տարեկան պատանիները, բայց կարող են ուսուցանվել Թումոյում որքան ցանկանան, այսինքն տարիքային սահմանափակում այդ առումով չունեն։ Այստեղ հնարավորություն ունեն երեխաները ընտրել ուղղվածություն, այսինքն իրենց նախընտրելի ոլորտները, հետագայում հնարավորություն ունեն նաև այդ ոլորտները փոփոխելու։ Հիմնականում անցկացվում է ինքնուսուցում, երեխաները պետք է կատարեն վարժանքները ինքնուրույն, սակայն ունեն անհատական մարզիչ, ովքեր իրենց ուղղորդում են եւ հետևում են իրենց առաջատ իմացանը։ Թումոյում սովորելը հիշեցնում է ճանապարհորդություն, որտեղ յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, ոչ ոք չի ստիպում քայլել նույն ուղղությամբ եւ հենց դա է ստեղծում ազատության զգացողությունը։ Մարզիչներից մեկն էլ պատմեց, թե ինչպես է աշխատում այս անհատական մոտեցումը։ Ընդհանրապես կրթությունը անհատականացված դարձնելու համար կարևոր է, որ ամեն մի երեխային ուսուցանող մարզիչը լինի դասախոս, լինի, չգիտեմ, ինչ որ մի անհատ, ինդիվիդուալ դարձնելու համար պետք է ամեն մի երեխային իր ուրույն մոտեցում ունենալ։ Այդտեղից արդեն բխում է թե երեխայի բնավորության ինչ-որ հատկանիշներ, թե երեխայի մոտեցումը կրթության, թե ինքը ոնց է այդ ամեն ինչը յուրացնում եւ այլն։ Թումոյում կոնկրետ մենք այդ ամեն ինչին շատ ուշադիր ենք, քանզի ամեն մի երեխա ունի իր տարբեր առանձնահատկությունները։ Թումոյում սովորելը դաշտ չէ, դա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր քայլ բացահայտում է նոր բան։ Այստեղ սովորողը չի սպասում, որ իրեն ասեն ինչ անել։ Նա ինքն է որոնում, ստեղծում եւ փորձում, եւ հենց այս ազատ մթնոլորտն է տարբերում Թումոն սովորական դպրոցից։ Երեխաները հենց իրենց հետաքրքրություններն են ընտրում ու դրանով շարունակում իրենց կրթությունը, այսինքն չկա այն պարագան, որ չէ դու պարտադիր պետք է հասնես մաթեմատիկա, բայց չնայած ուսանողը երբեք մաթեմատիկայով օրինակ չի հետաքրքրվել։ Թումոյում շատերն են սկսում որպես սովորող, հետո վերադառնում արդեն սովորեցնելու, սա մի մեծ շրջան է փոխանցելու, կիսվելու ու նոր սերունդին ոգեշնչելու։ Հենց այդպես էլ եղել է նաև մեր հաջորդ մարզչի պատմության մեջ։ Թումոն որպես կրթական ծրագիր Հայաստանում կարծում եմ, որ շատ մեծ դեր ունի իր ուսանողների կյանքում, քանի որ ես ինքս եւս եղել եմ Թումո ուսանող, կարող եմ նշել Թումոյում ձեռք բերած ամենահավես հմտությունը, ամենապետքական ավելի շուտ հմտություններից մեկը դա հասկանալ, թե ինչպես սովորել ու գնահատել սովորելու կարևորությունը։ Իսկ իրական պատմությունը սկսվում է այստեղ ուսանողների հետ։ Եկեք տեսնենք, թե ինչ են ասում նրանք։ Հետաքրքրված եմ ծրագրավորման դասընթացներին, հիմա զբաղվում եմ գրաֆիկ դիզայնով։ Դա ես կարծում եմ, որ օգնելու է ապագայում մասնագիտական ինչ-որ հեշտ որոշես, ինչ ես ուզում դառնալ։ Անցել եմ տարբեր դասընթացներ, աշխատարաններ եւ ձեռք եմ բերել տարբեր ոլորտների հմտություններ եւ համոզված եմ, որ մասնագիտության հարցում Թումոն կարող է օգնել։ Իմ կարծիքով Թումոյի հմտությունները ինձ կօգնեն, որպեսզի ես ավելի լավ կոմունիկացիա ձեռք բերեմ մարդկանց հետ եւ ինչու ոչ նաեւ իմ կատարած վարժանքներով ես կարող եմ ապագայում ավելի հանգիստ աշխատանք ձեռք բերել։ Մինչև Թումո գալը ես չգիտեմ, ասենց բեջեր կան։ Ու տեսնում եք, ես ստացել եմ բեջեր, ես TT եմ դարձել, U, մեկ էլ M։ Ես M-ը վերջապես հաղթայեցի, մնում է on անցնեմ։ Մասնակցել եմ շատ դասընթացների, ավարտել եմ լուսանկարչության դասընթացը, որով հիմա կարողանում եմ տեխնիկաներով լավ որոշակի չափով աշխատել։ Ավարտել եմ նաև ստեղծագործության դասընթացները ու հիմա կարողանում եմ պատմություններ հորինել, գրել, մտքերս իմի բերել խոսելու ընթացքում, որը տվել է շատ մեծ առավելություն իմ համար։ Ավարտել եմ նաև շարժական գրաֆիկա դասընթացները, որտեղ կարողացել եմ ստեղծել կերպարներ, որոնք գտնվում են շարժման գործընթացի մեջ, ու հիմա պատրաստվում եմ նաև անցնել նկարչության, անիմացիայի ու ֆիլմերի ստեղծման դասընթացները։ Մարզիչների թիմի ղեկավարներից մեկն էլ պատմեց մարզերում տեղակայված Թումո տուփերի մասին։ Թումո տուփերի հիմնական գաղափարը կայանում է ինչու՞մ, որպեսզի Թումոն հնարավորություն տա տարբեր համայնքներում տարբեր հնարավորությունների տեր անձանց, որպեսզի իրենք նույնպես հաճախեն Թումո։ Իրենք տարողությամբ ավելի փոքր են, իրենց հնարավորությունները համեմատաբար ավելի փոքր են, բայց իրենք շատ, այսպես ասած, մոբայլ
կառույցներ են իրենց թե կառուցվածքով, թե տեղափոխման հնարավորություններով։ Այնտեղ երեխաները գալիս են, որպեսզի անցնեն իրենց ինքնուսուցման փուլը։ Տուփերը ստեղծված են հենց դրա համար։ Ու ցանկացած տուփ, որ հիմնվում է, կցվում է որևէ թիմով կենտրոնի։ Թիմով կենտրոններից է օրինակ Երևանը ու Երևանի հետևյալ պահին կիսված է օրինակ Մղջյան գյուղի բոքսը։ Կանաչ փոքր քառակուսիներով նշվածը դրանք թիմո տուփերն են, օրինակ Մեղրիում, Քաջարանում եւ Գորիսում։ Նրանք գծված են Կապանի թիմո կենտրոնին ու դասընթացների ընթացքում երեխաները Գորիսից հաճախում են արդեն Կապան, որպեսզի մասնակցեն դասընթացներին։ Ամբողջ տեղափոխման process-ի հետ կապված թե ծախսերը, թե ընդհանուր տեղափոխումը հոգում է Թումոն, կազմակերպում է երեխաների տեղափոխումը բոքսերից դեպի կենտրոն։ Բոքսերը անընդհատ ընդլայնվում են, Հայաստանի բոլոր մարզերում մենք ունենք բոքսեր, որոնք գծված են, այսպես ասած, մարզային կենտրոնների, ինչպիսիք են օրինակ Դիլիջանը, Կողբը, Գյումրին, Կապանը, մեր Եղեգնաձորի կենտրոնը նույնպես։ Թումոն պարզապես կենտրոն չէ, միջավայր է, որտեղ ուսանողները գտնում են իրենց ճանապարհը, բացահայտում ստեղծագործական ներուժը եւ սովորում վստահել իրենց ուժերին։ Ամեն մի օր այստեղ սկսվում է նոր գաղափարներով, նոր նախագծերով ու նոր հնարավորություններով։ Շուշան Նաղազարյան, Ինոմեդիա։